Անունվոր եւ Որդվո եւ Օգնին Սրբո, ամեն, Քրիստոս հարյավ իմեղելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Քրիստոս հարյավ իմեղելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Քրիստոս հարյավ իմեղելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Հարության ճամփորդության 50 օրյակը կշարունակվի սիրելիներ, առաջին գիրակին տեսանք նոր գիրակին կամ կրկնազատիկը, ուր տոնի զորությունը անչափ զորավոր էր, որ նորեն ըսին Քրիստոս հարյավ մեռելոց այդ մեծ հույսով որ գնորոքեն մեզի։ Աշխարհամադրան կամ կանաչ գիրակի մեջ տեսանք, որպեսզի նորության մեջ մնանք, հարադեպ աղոթքի դան մեջ պիտի մնանք, եկեղեցվո մեջ պիտի մնանք, ինչպես առաքյալները հարադեպ կհավաքվեին Տիրոջ հետ վերնատունը, ապա այլ տուներ աղոթքի համար։ Աստոր գիրակին, կարմիր գիրակին էր եւ խոսեցան նահատակներու թափված արյան մասին, որտեղ Հիսուսը ասավ ինձի հետևողը կլահոն ուր ես կգտնվին եւ դուք միջև արյան գաթի պետք է պայքարիք ձեր հավատքի համար։ Եվ այսօր 4-րդ գիրակին հինան շրջանի սիրելիներ Երևման խաչի սուրբ տոնն է։ Երևակայեցեք կեսօրը դուրս կելնեք, դուրսը արև է, բայց այդ արևեն զորավոր լույս մգա երկնքի վրա եւ այդ լույսը խաչի գնման եւ այդ խաչի լույսը գրագի պես անչափ կփոցավարվի որ կխավարեցնե արևին լույսը հավանաբար ամենքը զարմանանք հավանաբար ամենքը շվարին եւ եթե տեսնենք այդ խաչի մեծությունը փառք տանք Աստծո եւ Երևան խաչի դոնը ճիշտ այդ խորհուրդն ունի սիրելիներ 351 թվականի մայիս 7-ին Երուսաղեմ քաղաքի մեջ Գողգոթային միջև Ցիթենիաս լեռ ժամերով Տիրոջ խաչը երևցավ այդ փոցավար կրակի պես եւ շատերը տեսան եւ զարմացան շատերը հավատքի եկան շատերը վախցան եւ տաճար վազեցին շատերը սկսան խաչը հանել եւ երևույթը անչափ մեծ էր որ օրվա Երուսաղեմի բادیակը նամակ կգրե Կոստանդին Կայսեր, որ այդ ժամանակ սկսած էր Զարդուղի ջամփա բռնել ուղղափառ հավատքեն, հաստատելով իրեն հավատքի մեջ կսե ահա Քրիստոսի խաչը երևի, որովհետեւ մենք մնանք այն հավատքի մեջ, որ առաքյալները մեզի փոխանցած են։ Խաչը գերտա Գողգոթային միջև Ցիթենիաս լեռը։ Գողգոթան Հիսուսի խաչելության ճանապարհի քագատն է։ Ինչպես գիշեք դրին խաչը Գողգոթա երկու անօրիններու միջև խաչեցին իրեն։ Իսկ Ցիթենիաս լեռը կամ համբարձման լեռը այն վայրն է, ուր Հիսուս համբարձում կառնե եւ խոստում կտա, որ նորեն պիտի գնա։ Այսինքն համբարձման լեռը այլափանորեն երկինքը մուտքն է, որտեղ Քրիստոս կփանա մեզի համար թուրը, որպեսզի մենք ալ երկինք երթանք։ Ինչ կնշանակե թե խաչը մեզի կառաջնորդե թեպի երկինք, թեպի հավիտենական կյանք, այսինքն մեկը չի գրնար երկինք մտնել նախքան խաչը ճաշակածը լանալու, նախքան կարմիր գիրակի միջոցով իր արյունը թափելու, իր զոհողությունը անելու խաչի մեջ զորության առջև։ Ուրեմն նախ խաչագից պիտի լան, ինչպես կսե Պողոս առաքյալը, եթե խաչագից ենք իր չարչարանքներու մեջ, ուրեմն փառագից պիտի լանք, այսինքն պիտի վայելենք այդ փառքը, որ Հիսուս մեզի խոստացավ։ Հիսուս նաև պատվիրեց մեզի, սա որ ինձի հետևելը թյուրին չէ, չեք կրնար ձեր տունը նստիլ եւ ինձի հետևող կարծեք։ Ամեն օր խաչը պիտի առնես, այսինքն դժվարությունը, այսինքն նեղությունը, այսինքն ինձի հետ ճամփա երթալը դժվար պիտի լա, բայց ամեն օր պիտի առնես եւ հետևես կաս։ Իմ ծառաս կլահոն, ուր ես կգտնվի։ Տերը ոչ թե փափուկ անկյուններն էր, այլ խաչի վրա էր, եւ այն տեղերն էր, ուր ցավ կար, ուր բաժանում կար, ուր նեղություն կար։ Եվ եթե մենք խաչյալի ծառայողներն ենք սիրներ, պետք է լանք հոն, ուր Տերը կգտնվի, եւ այն ադեն մենք Տիրոջ խաչի զորությունը մեր մեջ կգտնվի։ Ուրեմն չկա նեղություն, չկա մեղավորության զգացում, հանցանք եւ փորձություն, որ չի հաղթահարվի խաչի զորությամբ, որովհետեւ ուր որ խաչն է, հոն խաչյալն է։ Ադոնամար Քրիստոս խաչով երկնքի թուրը բացավ, ասավ ներումը ցեզի հասանելի է հիմա, որտեղ ես անգամ վարակույրը պատրեցի տաճարի, ասելով որ դուք ամենքը հրավիրված եք դեպի Աստված։ Երբ որ մեղք կգործեք, կմերժեք իմ ներումս,
բայց երբ որ իմ մեջս կմնաք, ինչպես առաքյալներուն կսե, այն ադեն դուք իմ ներումիս կամ փրկությանս մեջ եք հոստել են։ Հայրերը գսորվեցնեն, որ խաչի 4 կողմերը նշանակություն ունեն։ Պարզապես կողմեր չեն, այլ դայմենշններն են, որ ամբողջ աշխարհը իր մեջ կան։ Քրիստոսի խաչը վերի կողմը փրկությունն է, այսինքն մարդոցս հարադեպ երթալիք ադվայր։ Երկնքի արքայությունը, որ մեզի համար Քրիստոս ինքը բացավ։ Վարի կողմը դժոխքի ավերումն է, որով Աստվածորդին փրկվեց մեռածներուն, նախքան Քրիստոս, ով որ գմերներ դժոխք երթասիրներ, իսկ Քրիստոս իջավ դժոխքեն հանեց բոլոր արդարներն ու մեղավորները եւ հիմա սպասումի մեջ են, ինչպես մեր նչեցյալները, որտեղ Քրիստոս նորեն պիտի գա, խաչի նշանի երևելով եւ ամենքը ստադաստանի պիտի գան։ Աջ կողմը շնորհներու բաշխումն է, այսինքն Աստծո զորությունը գիչնե աջ կողմն է, որով Սուրբ Հոգին կկենդանացնե եւ կլուսավորե մեզ։ Ադորամար նաեւ մեր լեզվի մեջ աջ կողմը թրագան իմաստուն, չէ՞ գսենք գործերը աճը լա, գսե որ ինձի սիրողները պիտի քան աջ կողմս պիտի հրավիրեմ ավետարանը, ուրեմն Քրիստոսի Սուրբ Հոգիի զորությունն է։ Եվ ցախ կողմը մեղքերու թողությունն է, որով ապաշխարություն կստանանք։ Այսինքն ամեն անգամ, երբ որ մենք կխաչակենքվենք Հոր, Որդին եւ Սուրբ Հոգին անունով, ինչ կսենք սիրելիներ։ Կսենք, որ Տերը երկինքեն իջավ ինձի փրկության հրավիրելու եւ մարդիկս, որ թեպի ցախ կերտային, այսինքն թեպի գորուս, թեպի մեղք, արդարության եւ շնորհի ճամփան մեզի ծծուց։ Այսինքն սա, որ ատկոմ մի կացեք, աս կողմը եկեք եւ կհաստատենք ասելով ամեն։ Հովանես Ոսկեփերյան գեղեցիկ խոսքերով կներկայացնե խաչի զորությունը։ Գսե խաչը փրկության նշանն է, խաչը քրիստոնյաներու հույսն է, խաչը եկեղեցու հիմքն է, խաչը սատանայի պարտությունն է, խաչը որբերու հայրն է, խաչը ամփարիչներու դատավորն է, խաչը հիվանդներու բժիշկն է, խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչը, խաչը ծարավողներուն աղբյուրն է, խաչը լույսն է խավարի մեջ նստածներուն եւ ազատագրումը քերիներուն, խաչը անօրենին, այսինքն սատանային տապալումն է։ Նայեցեք որչափ հասկացած է Տիրոջ խաչը հայրապետը, որ խաչի մասին այս գեղեցիկ խոսքերով մեզ գսե, որ ամեն մեր կյանքը խաչին կապված է։ Փրկության նշան է, որովհետև կխաչագնքվենք, կորտնվենք, կմգրտվենք, կբսակվենք այդ խաչի միջոցով, որ մեզի Քրիստոս տվավ։ Եկեղեցու հիմքն է, ինչպես գիտեք մեր եկեղեցիներ, երբ որ եկեղեցի կշինվի, խաչացև գլատ հիմքերը, նաև խաչեր գտրվի այդ անկյուններուն եւ սյուներու վրա, որբեսի այդ ձևով կգանուց։ Մեր կմպետները կզարդարեն խաչերով։ Որբերու հայրն է, որովհետև սիրող հոր ներկայություն, ով որ մինագն է կյանքի մեջ, մեկը կփնտրե, խաչը եւ խաչյալը միասին են, ուրեմն Քրիստոս հոն։ Ամփարիչներու դատավորն է, ովքեր որ արդարությունը չեն սիրել, խաչ իրենց կհանդիմանե սիրելիներ, ադոնամար չեն սիրել արդարությունը։ Ուրեմն չարը եւ չարին հետևողները կփախին խաչը։ Հիվանդներու պահպանիչն է, օրինակ ադորամար մենք երբ որ կանանք ստանանք, խաչ կհանենք, Տիրոջմե առողջություն կխնդրենք եւ Տիրոջմե զորություն կխնդրենք։ Ադորամար մեր օրերը պիտի սկսենք խաչով եւ մեր օրերը պիտի ավարտենք խաչով ասելու Տեր, քու խաչը թող մեզի ապավենք։ Կպատնվի, որ Աստված կարդոն է, որ սատանան երևի վանականին է։ Վանականին, երբ որ երևի սատանան կգարձե, որ շատ պիտի վախնա իր մեջ եւ փախի վանականը։ Սատանան կհարցնե, գսե դու ինձ մեջ ես վախնար։ Գսե չէ, որովհետեւ ես Քրիստոսին կպատկանիմ, իր արյունով եւ խաչով քնված եմ եւ մգրտված։ Բայց վանականը գսե հիմա ես քեզի հարցնեմ, դու ինչ մեկը վախնաս, ասե ինձ։ Եվ սատանան կխոստովանի, գսե ես կվախնամ այդ սուրբ ջուրեն, որ դուք կլվացվիք եկեղեցու մեջ, այսինքն մգրտութենեն։ Ես կվախնամ այդ սուրբ հացեն, որ գուտեք եկեղեցու մեջ ամեն գիրագի, եւ ես կվախնամ այդ սուրբ նշանեն, որ ձեր վիզը կգախեք, այսինքն Տիրոջ կենարար խաչը, օրհնված խաչը ամեն չարիքեն մեզի կպահպանի։ Խաչի մասին շատ կրնանք խոսել, բայց պետք է հարց տանք մեզի,
խաչը այսօր մեզի համար ինչ կնշանակի։ Զորություն ունի իր մեջը մենավամենօրյա կյանքի մեջ, կամ բարձ զարդարանք է, կամ հավատքի նշան է, որ Քրիստոսի առաջնորդն։ Օրվա մեջ քանի անգամ խաչ կհանենք, քանի անգամ խաչյալին հետ կխոսենք, ինչ գիտենք խաչյալի մասին, ասի շատ կարևոր, որտեղ եթե մեկը ձեզիս է բադմե ինձ այդ խաչը որ կգրես, ինչի մասին է։ Միայն մի դիսես ես քրիստոնյայում խաչը կգրեմ եւ անանք, ոչ, եթե ոսկեբերան հայրաբիդի պես Քրիստոսը գճանչնաս, պիտիսես թե ով է Քրիստոսը եւ ինչպես կյանքի մեջ կգործե ինքը, որովհետեւ դիմացինը խոսքը դսելով իր սիրտը շարժում։ Ապրող ենք իրեն հետ, կնստենք իր խաչի ավետարանի առջև ամեն օր, կաղոթենք այդ խաչին առջև ամեն օր ծունկի եկած, կխոսենք իր բարի ավետարանի մասին։ Մեր հույսը խաչն է կամ այլ նշաններ, որովհետև մենք կսենք խաչը փրկության նշան, այսօր մարդիկ շատ ուրիշ նշաններ ունին, որ կպաշտեն, ամենեն մեծը լավ թրամի նշանը, որ շատ մարդիկ կտեսնեն եւ ոտքերին կդգարանան, հայրն ալ գմորնան, մայրն ալ գմորնան, ասկությունն ալ գմորնան, բայց ինչպես ամեն անգամ գսենք, մեկը բամը չի դարի, նորեն դերարը երթա, գերեզմանի վրա խաչ կնե, գսե երթա սխաղավության։ Մեր հույսը պիտի չլա կաբույտ աչքերու, կամ թուրին վրա դրված պայտերու, կամ փուշերու վրա, այս սովորությունը հեթանոսական սովորություն է սիրելիներ, որ սնաբարդություն է, գսեն դունը գտնենք, որ աչքով չի դա մեզ, եւ դերային ալ դնորդնեկի գերթա, գսեմ եկուր այս խաչը տնենք, Ад մեծ կապույտ խաչ առնենք ադորով դու նորդ է, գսե չլար, գսեմ իրապես չլար, որովհետև զորություն չի գա այն նշանի մեջ, որ իմաստ չունի, իսկ հայերուս համար խաչը զորություն ունի և ծաղկած խաչն է, որովհետև մենք մահվան միջոցով Քրիստոսին է գտեսնենք, եթե մեր հույսը լա օրը գաբույտ աչքին վրա, օրը բայդին վրա, օրը չեմ գիտեր ինչ բուդդիստերու նշանու վրա, մենք ինչ կլանք, մենք ունենանք խառնված երևույթ մի որ ուղղափառ հավատ չէ, սինկրետիզմ գսեն, քիչ մասկե, քիչ մանգե, կարևորը լավը լան, be nice կսեն ուրիշները, բայց Քրիստոս կսե be nice չի գա, յետևես պիտի կաս, եթե գուզես երկինք երթան, իմ յետևես գալուտ մեջ քու հավատքդ արդեն փարիքը գծցնե շուրջը, բայց եթե միայն փարիքն էլ լա նպատակը, կրնալ լան, որ իմ յետևես եկող չնա։ Ուրեմն եւ գտեսնենք, որ մարդիկ, որոնք կըմպոստանան խաչի առջև եւ գահանեն խաչերը, ըլլա իրենց տուներեն, ըլլա դպրոցներեն, հիվանդանոցներեն, խորհրդարաններեն, ինչ կլա, միայն նայեցեք վերջի տարվա մեջ քանի անգամ լսած եք շուտինգ դպրոցներու մեջ, ուր որ հանեցին խաչերը, քանի անգամ հիվանդանոցներու մեջ մարդիկ ավելի քեշ վիճակներու մեջ կարգին, որովհետեւ խաչը հոն պարզապես նշանը չէ, այլ փրկության, Տիրոջ առողջության նշանն է։ Չամճնանք խաչը գրելուս երներ, կամ խաչի խորհրդով ապրելու, որտեղ Քրիստոս չամճտավ մեզի համար խաչվելու, մերգացավ թագավորը մեզի համար այդ ծառը ելնելու, մարդիկ ծաղրեցին եւ թքնեցին ին վրա, բայց ինչը սա խաչի վրա, ամեն բան կատարվեցավ Տեր, ները իրենց, որտեղ չեն գիտեր ինչ կեն։ Ուրեմն երբ կխաչագնքենք սիրելիներ, պիտի պարծենանք, որովհետև Քրիստոս անձնապես մեզի գսիրե, կսե աս խաչը որ գահանես, իմ նշանս և զորությունս է քու կյանքիդ մեջ։ Այսինքն անձնապես խաչվեցավ մեզի համար, չղրգեց հրեշտակը, այլ անձնապես եկավ խաչի վրա ձեռքերը տարածելու, բացավ և մեզի հրավիրելու սելու որ բոլոր նեղությունները, բոլոր ցավերը թեր ինձի, որովհետև երբ ինձի խաչագից ես, լուծդ կիսող ունիս, մինագդ չես կյանքի մեջ, ըլլա հոգնությանդ մեջ, ըլլա անոթությանդ մեջ, ըլլա թերևս հիվանդությանդ մեջ, ըլլա թերևս թունավոր դարձած ամուսնությանդ մեջ, ես հետդ եմ, որովհետև ես որ հետդ եմ, այնադեն խաչեն ձաղիկ կելն է և բիգենակորձ է մեր կյանքը։ Ուրեմն երևման խաչի տոնը, թող խաչը երևելի դարձնե մեր կյանքերու մեջ սիրելիներ և մենք ասենք, որ իսկապես խաչը բաշտող, խաչալը բաշտող ժողովուրդ ենք և միշտ պիտի մնանք իր խաչին և իր հարությանը հավատացող ասպե, որովորդյալ եք հավիդյանս հավիդենից, ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց,